Պարոն Հակոբ Կոխյան, հիմա այս ձեր բողոքը ում է ուղղված, իշխանություններին, ժողովրդին, ընդդիմությանը եւ երբ կդադարեցնեք հացադուլը։ Երբ դադարեցնեմ, վերջից կամ։ Չգիտեմ, երբ որ իրեք ինչ, հիմա Գագիկ Ծառուկյան, ախր Հայաստանում ինչքան շատ ուրացող մարդիկ են էլի, հիմա գիտեք, երևի միլիարդների բարեգործություն արած լինի Ծառուկյանը մարզիկների համար։ Ժամանակին համ ավտոներ ատվե, համ տներ ատվե, համ գումար ատվե, այսօր այդ մարդիկ սաղ մտել են մկանցակը կամ էլ այսօրովա իշխանության վազում են նրա գիրկը մոռանալով, որ արա մարդկանց, ես մարզիկների գիտեմ, որ ասեք հորս արև, ասում էին, պարոն Ծառուկյանի արև, ասում էին ինքը չի ձեր պապայի անունով երդվեք, չէ, պարոն Ծառուկյան ինքը մեզ հայրա, բանա, բայց այսօրվա դրությամբ սենց քաշվել են, մի անկյուն են մտել, ախր են հանճարեղ մարզիկներին էլ եմ դիմում, էլի, արա դուք ձեր արուն քրդինքով եք ձեր անունը վաստակ է, դուք ոնց եք կարողանում մի կողմ քաշվեք, այս մեր հայրենիքի ճակատագրական պահին ձեր խոսքը, ձեր մտքերը չարտահայտեք, իմ համար անհասկանալի են մարդիկ, չգիտեմ, Գիտեք, երբ ավարտեք հացադուլը, ես գիտեմ, որ դուք առողջական խնդիրներ ունեք, սիրտն եք վիրահատել, կկարողանանք արդյոք դիմակայել այդ սովին, երեկվանից եք, չէ, հացադուլ անում։ Գիտեք ինչ, իմ համար նամուսով մեռնելը ավելի պատվաբերակ, քան թե քրքաշ ապրելը։ Գիտեք ես ինչ չեմ ներել, ես որ հայլու դեմը ինձ նայեմ, հակ թքեմ իմ երեսին, որ ես կռացած խոնարհված ապրեմ։ Ես ապրել եմ ազատ, կվախճանվեմ փառքով, սարսափ չզգալով շնական զորքից։ Հիմա ձեր բողոքի ձայնը հարցի մյուս կողմը ում էր ուղղված, իշխանություններին, ժողովրդին։ Համ իշխանությանը, համ դե եթե իշխանությունը չլսի, գոնե կուզենամ ժողովուրդս լսի, որ մի համուր ոտքի ելնեն, իրենց պահանջը ներկայացնեն, որովհետև վերջի վերջո իշխանությունով չի էլի երգիրը մնալու, մեր ժողովրդով է մնալու, եթե այն արդեն հասկացա ինչքան թուրքահապատակներ ունենք, եթե ուզում են այն մյուս մասնել թուրքահապատակ դառնան, то խոնարհվեն, ոչ մի բան չանեն, իսկ իմ համար ավելի գերադասելի կլինի, գիտեք ինչ, մարտի դաշտում զոհվել, քան թե բանը թուրքի ձեռով բռնաբարվել։ Ինչ ասեմ, չեմ անում, իմ համար հիմա ամեն մի ինչ անում եմ, փորձում եմ ազգից զարթնացնեմ, խոսալս էլ չի գալիս, էլի չեմ կարում հասկանամ այս մարդկանց։ Երեկվանից ձեզ այցելողներ եղել են, գալիս են մարդիկ, ձեզ մոտ խոսեն, զրուցեն, համոզեն, որ հացադուլ չանեք։ Դե հա, տենց մտահոգված մարդիկ, ավելի շատ կանայք, վայ, բան, դու սենց չի ասում եմ արա մի անհանգստացեք ամենավերջում, գիտեք ինչ, նենց հանճարներ են մահացել, հիմա ես ով եմ դրանց մեջ, հիմա հարցը դա չի, ուղղակի ես չեմ կարում պատկերացնեմ, էլի, ոնց կարամ ես Քրիստոսի հետնորդ լինելով, Հիսուս Քրիստոսն էլ ինքը հայ է եղել, հրյաներն են էդի սարքել իրանցը, որովհետև իրանք հասկացել են, մեծ ու փոքր աղբոր հասկացություն էլ է տեղից եկել, գիտեք, որ տան ունեցվածքը, հետնորդը բանը պետք է տան փոքր լինի, հրյաներն էլ գիտեն, որ մենք առաջինն ենք, իրանք են փոքրը ու ամեն ձևի մեր ոտի տակը քանդելով այս հիմարներն էլ չեն հասկանում, որ այս սուրբ հողը պետք չի պղծել,
պետք է անենց մարդիկ ղեկավար ընտրել, որ գիտեք այս հողի արժեքը, այս Հիսուսի ծննդավայրը, այդ հրյաները սարքեցին, իրանց սարքեցին, հետո իրանք իրանց ձեռով էլ խաչեցին։ Պետք է Հիսուսի ծննդավայրը պին պահվի, լավ պահվի, որովհետև մարդկությունը մեր Արարատով է փրկվել, Նոյան տապանով է փրկվել։ Ու ես այնքան, գիտեք, նենց հոգեկան բավականություն ստացել, որ գնա Ծառուկյանը կազմակերպել էր մարզիկներով, գնացինք այդ Սարի գլուխը, Հիսուսի լարցանը չկա, բայց այդ աուրան, այդ տեղը, որ արդեն պատրաստվել է բան, այդ աուրան, գիտեք ինչ, ես մի պահ զգացի թևեր եմ առնում թռնեմ, հասկանում եք, ու այսօր ընկել ենք սենց հիմար վիճակում, մի հատ ընկերուհու պատճառով հայրենիք են կորցնում։